Ինչ եք կարծում, այս անգամ Փաշինյանը կփակի ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը։ Չեմ կարող, ոչինչ չեմ պատկերացնում։ Ոչ, չի կարող։ Հո Նիկոլից չեն կախված մենք Ռուսաստանից ենք կախված։ Եթե Նիկոլն ուզում է ապրի, ուրեմն թող ապրի, նա ալիքների հետ գործ չունի։ Ոչ, ինչ որ լավ բան սպասում եք, իհարկե ոչ։ Հրշչյանը։ Աստված տա։ Պետք է որ փակի։ Չգիտեմ։ Ինչ եք կարծում, այս անգամ Նիկոլ Ոչ, հիմա չեմ կարծում, ամենից զզվելի է։ Չեմ կարող ասել։ այս անգամ Փաշինյանը կփակի ռուսական հեռուստաալիքները։ չեմ ուզում։ Նրան լսել չեմ։ Չեմ կարող ասել, բայց պետք է որ չփակի։ Ով ինչ էլ ասի իրան չի իրանը, ինքը ոնց ուզե նենց էլ կանի։ Ներկայացիք իր համար կարևոր չի։ Նիկոլ Փաշինյանը մի բան չի, կոպիտ ասեմ ձեզ, սա մեղքի հետևանքը, որ Աստված թույլ է տալի գլխներից այդքան պատիժ է գալի։ Նիկոլ Փաշինյանը դիաղոտ կանի, որ Աստված իրան խելքի մասում տա, կարողանա ժողովրդին օգնի կառավարի։ Այս գործը Նիկոլ Փաշինյանի գործը չէր, Աստված իրան ողորմենա։ Չէ։ Ինչ եք այդպես կարծում։ Որտեվ ինքը նրանց դրազոն է։ Դրա համար չի փակի։ Մինչև հիմա բոլորը պետք է փակված լինեին եւ ռուսական զորքը Հայաստանում չլիներ, բայց չի անում, չէ՞։ Հակառակը ձևացնում է թե նաեւ արևմուտքը ինչ որ բան է անում ժողովրդի տրամադրություններից ելնելով, բայց իրականում նա նրանց դրազոն է։ Ինքը պահելու է մինչև կամ ժամկետի շուտ չքվի կամ էլ մնալ հաջորդ ընտրություններ։ Նայած ինչպես կվերադասավորվի Հայաստանում իրավիճակը եւ նաեւ համաշխարհային իրավիճակը, այսինքն Ռուսաստանը հենց որ ջախջախվեց, մեր ճանապարհը կբացվի, որը մոտենում է։ Ինչքան էլ որ Թրամփի պեսները փորձեն Ռուսաստանին պահել եւ այլն, բայց Աստծո կամքը պետք է կատարվի, պետք է Ռուսաստանը ջախջախվի, որովհետև 100 տարի մեր արյունը քամել է։